Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Դա ընդհանրապես լրագրողի կարծիք է, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի արտահայտած այն մտքին, որ Ռուսաստանը պետք է դիտարկի Հայաստանում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը, որպեսզի նրանք դուրս չգան ռուսական ազդեցության գոտուց։ Ռուսաստանը Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում իր ազդեցությունը պահպանելու համար առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցել է գործնական քայլերի։ OS մեդիայի տեղեկություններով Մոսկվան $165 միլիոն է նախատեսել արտերկրում փափուկ ուժի ընդլայնման նպատակով ծախսերի համար։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հայտարարությունները հայաստանյան որոշ ընդդիմադիր շրջանակներ խեղաթյուրել են, դրանք ներկայացնելով միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Իսկ ինչ է ասել իրականում Ֆիդանը։ Ալեն Սիմոնյանը վստահ է, Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը ժամանակի հարց է։ Նա հիշեցրել է, իշխանությունը միշտ ասել է, որ գերիների վերադարձի մասով տարվող գործընթացը չի երևում, բայց դա անընդհատ իրականացվում է։ Ազգային ժողովի նախագահի ճեպազրույցը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, ինչ է այն ենթադրում։ Արքավճարային համակարգով անկանխիկ գնումներից ֆիզիկական անձանց հետ վճար կտրամադրվի, այն սկսել է գործել 2026 թվականի հունվարից։ Քաղաքացիները անկանխիկ առևտուր անելու դեպքում 2% հետվճար կստանան։ Հետվճարները հաշվարկվելու եւ վճարվելու են սկսած 2026 թվականի փետրվարից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի զինված ուժերի նոր համազգեստին, այն բնութագրելով որպես գեղեցիկ, գործառնական, հարմարավետ եւ բազմասեզոնային։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պաշտպանության նախարարությունը նոր համազգեստի ամբողջական գնում դեռևս չի իրականացրել։ Ըստ Պաշտպանության նախարարության ամերիկյան ընկերության հետ կնքված պայմանագիրը նախատեսում է, որ վերջինս պետք է ներկայացնի փորձանմուշներ, տեխնիկական նկարագրեր եւ լեկալներ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նաեւ հայտարարել է, որ հանդես է օրենսդրական նախաձեռնությամբ, որի ընդունման դեպքում բանակի համազգեստը հնարավոր չի լինի ձեռք բերել նաև խանութներից։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի արտահայտած այն մտքին, որ Ռուսաստանը պետք է դիտարկի Հայաստանում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը, որպեսզի նրանք դուրս չգան ռուսական ազդեցության գոտուց։ Զախարովայի խոսքով դա ընդհանրապես լրագրողի կարծիք է, որը հետագայում ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում, ինչը անընդունելի է, քանի որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը արտահայտվում է լիազորված պաշտոնական անձանց կողմից։ Մենք պարբերաբար երկխոսություն ենք վարում հետխորհրդային տարածքում գործող տարբեր կառույցների միջոցով, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը։ Մեր երկիրը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ժողովուրդների հետ պատմականորեն կապում են բարիդրացիություն, ռազմավարական գործընկերության, դաշնակցության, եղբայրական բարեկամության եւ համագործակցության հարաբերությունները։ Նշել է պաշտոնյան կոչ անելով չտրվել սադրանքների։ Ռուսաստանը Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում իր ազդեցությունը պահպանելու համար առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցել է գործնական քայլերի։ OS մեդիայի տեղեկություններով Մոսկվան $165 միլիոն է նախատեսել արտերկրում փափուկ ուժի ընդլայնման նպատակով ծախսերի համար։ 2026 թվականի սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը փորձում է կրկին ակտիվանալ Հայաստանում։ Ռուսական իշխանությունները գիտակցելով, որ Կովկասում եւ մասնավորապես Հայաստանում կորցրել են իրենց երբեմնի ազդեցությունը եւ հողը ոտքերի տակից գնում է, միջոցներ են ձեռնարկում նախկինում թույլ տրված սխալները ուղղելու։ OS մեդիա լրատվամիջոցի հաղորդմամբ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը դրամաշնորհի միջոցով փորձ է անելու ֆինանսավորել իր փափուկ ուժը ընդլայնելով իր ազդեցությունը արտերկրում եւ մասնավորապես Հայաստանում։ Մեկ այլ լրատվամիջոցի հաղորդմամբ էլ այդ ծրագիրն իրականացնելու համար ֆինանսական նախագծի բյուջեն կազմել է 13 միլիարդ ռուբլի կամ $165 միլիոն, որի առյուծի բաժինը հատկացվելու է Հայաստանում սպասվող իրադարձություններին, իսկ այս ամենը կրկին նշված լրատվամիջոցների հաղորդմամբ համակարգելու է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ռուսական իշխանությունները ընտրություններից առաջ փորձելու են իրենց շահը առաջ տանել Հայաստանում եւ ընդդիմության շրջանակներին ապահովելու են ֆինանսական ու տեղեկատվական ինֆորմացիոն ռեսուրսներով եւ ինչպես նշվում է RBK-ի աղբյուրների համաձայն առաջադրանք է լինելու, որպեսզի ընդդիմությունը մոբիլիզացնի իր ուժերը Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանություններին ասպարեզից դուրս մղելու համար, այսպիսով ապացուցելով, թե ինչքան կարեւոր է Հայաստանը Ռուսաստանի համար եւ այստեղ ազդեցություն կորցնելը հավասարազոր է ամբողջ տարածաշրջանը ձեռքից բաց թողնելուն։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից նույնպես հնչել են մտահոգություններ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը դրսի որոշակի շրջանակների եւ ազդեցության գոտիների կողմից ենթարկվելու է հիբրիդային հարձակման։ Հենց դրանով էր պայմանավորված, որ իշխանությունները դիմել են Եվրամիությանը արտաքին մարտահրավերներին դիմակայելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները իրենց ելույթներում բազմիցս կտրուկ են արտահայտվել, նշել, որ կդիմեն հատուկ միջոցների երկրում արտաքին ցանկացած միջամտության փորձի դեպքում։ Ներկայում թեև Հայաստանը պահպանում է իր դինամիկ հարաբերությունները Ռուսաստանի հետ, լիովին կատարելով նաև ԵԱՏՄ անդամի իր պարտականությունները, սակայն սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Վարչապետ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, պատրաստակամություն հայտնելով անցնել այն փուլերը, որին պետք է համապատասխանի ԵՄ անդամ պետությունը։ Չնայած ցանկությանն ու անգամ ԱԺ-ում ընդունած օրինագծին, վարչապետը հայտարարել է, թե այնուամենայնիվ գիտակցում է, որ այդ ճանապարհը շատ երկար է լինելու։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հայտարարությունները հայաստանյան որոշ ընդդիմադիր շրջանակներ խեղաթյուրել են, դրանք ներկայացնելով միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Իսկ ինչ է ասել իրականում Ֆիդանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հունվարի 15-ի ասուլիսում հնչեցրած մտքերը հայաստանյան որոշ ընդդիմադիր շրջանակներ ու նրանց կողմից ֆինանսավորող որոշ լրատվականներ խեղաթյուրել են, այն ներկայացնելով որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Ըստ փաստերի ստուգման հարթակի նախորդին Թուրքիայի արտգործնախարարը խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող դրական տեղաշարժերի մասին, նկատի ունենալով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Ռոբիոյի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո թրիփի իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը ընդգծել է, որ այն Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար նոր հնարավորություններ է բացում եւ այս հանգամանքը ստիպում է, որ Թուրքիան վերանայի իր հարաբերությունները Հայաստանի հետ, ակտիվացնելով կարգավորման գործընթացը։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը կավարտվի ստորագրմամբ եւ որ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում առաջ շարժվել կայունության եւ բարեկեցության ճանապարհով։ Ներկայումս այս կամքը կա Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտ։ Երեք կողմերն էլ ունեն այդ մտադրությունը եւ կան ընդամենը մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացնի Հայաստանը։ Ֆիդանն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև Հայաստանում սպասվող առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում եւ Թուրքիան անկեղծորեն աջակցում է այն կառուցողական դերակատարմանը, որ նա ցուցաբերում է այս հարցում։ Ահա այս խոսքը խեղաթյուրելով կամ կոնտեքստից կտրելով ընդդիմադիր շրջանակները շտապել էին հայտնել, որ Ֆիդանը իբրև աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ Նման հայտարարությամբ էին հանդես եկել Հանրապետական կուսակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, Սպուտնիկ Արմենիան մեկնաբան Արման Աբովյանը եւ Սամվել Կարապետյանի եղբոր որդի Նարեկ Կարապետյանը, որոնք փորձել էին ապատեգատվական արշավին նոր թափ հաղորդել, պատրանք ստեղծելով, որ ներկայիս կառավարությունը իր ղեկավարի գլխավորությամբ առաջիկա ընտրություններում Թուրքիայի եւ Ադրբեջանի ֆավորիտներն են։ Այսպիսով հայաստանյան որոշ լրատվամիջոցներ եւ քաղաքական շրջանակներ վերագրել են Ֆիդանին արտահայտություններ, որոնք նրա խոսքում իրականում չեն եղել, ստեղծելով կեղծ տպավորություն այն մասին, որ Թուրքիան միջամտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ասվում է փաստերի ստուգման հարթակի հաղորդագրությունում։ Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը վստահ է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը ժամանակի հարց է, բոլորը պետք է վերադառնան։ Ազգային ժողովի նախագահի հիշեցրել է իշխանությունը, միշտ ասել է, որ գերիների վերադարձի մասով տարվող գործընթացը չի երևում, բայց դա անընդհատ իրականացվում է։ Նա նշել է, որ օրեր առաջ 4 գերիների վերադարձը այդ գործընթացի արդյունքն է։
Այսօր պետական պահպանության ծառայության աշխատակիցներն ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստից դուրս հրավիրեցին Արմլուր կայքի խմբագրին եւ լրագրողին։ Նրանք թեև զրկված էին հավատարմագրումից, ազգային ժողով էին մուտք գործել падգամավոր Գեգամ Մանուկյանի հայտով եւ մասնակցում էին հանձնաժողովի նիստին։ Միջադեպը լայն արձագանք ստացավ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց տեղի ունեցածը։ Սևով սպիտակի վրա գրված է, թե ով կարող է ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, հայերեն լեզվով գրած է եւ քաղաքացիները լրագրողները, որոնք որ հավատարմագրված չեն ստացել զրկվել, չեն կարող այնտեղ գտնվել։ Ազգային ժողովի նախագահը մտահոգություն հայտնեց լրատվական դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ, հարց բարձրացնելով լրագրողների նպատակը տեղեկատվություն հաղորդելն է, թե սեփական անձի շուրջ սկանդալ ստեղծելը, սադրիչ հարցեր ձևակերպելու միջոցով։ Միաժամանակ նա հերքեց այն պնդումները, թե լրագրողների հեռացումը դարձել է ընդունված պրակտիկա, ընդգծելով, որ հարցը կարգավորվում է օրենքի շրջանակում։ Հարցին, թե ինչու լրագրողները քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Կոնջորյանին հարց ուղղելու համար զրկվել են հավատարմագրումից, Սիմոնյանը պատասխանեց, որ թեմային բազմիցս անդրադարձել է եւ հիշեցրեց, լրագրողները կարող են իրենց իրավունքները պաշտպանել դատական ճանապարհով։ Իրանց զգուշացվել է, որ իրանք դուրս գան։ Որևիցե դեպք չի լինում, երբ որ առանց նախազգուշացնելու մարդուն դուրս են հանում։ Եթե դուք Եվրոպարլամենտում, որևիցե այլ երկրում, հələ գնացեք, սա ռեժիմային շենք է։ Գնացեք, փորձեք ներխուժել որևիցե կարգից դուրս, տեսեք ինչ տեղի ունենա։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ նաև արտաքին քաղաքական թեմաներին, մասնավորապես նա շնորհակալություն հայտնեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանին խաղաղության եւ տարածաշրջանային գործակցության վերաբերյալ հայտարարությունների համար։ Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու եւ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Ֆիդանը նաև ընդգծել էր, որ Անկարան աջակցում է Փաշինյանի կառուցողական մոտեցմանը։ Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը ողջունում է այն բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության հանրության մեծամասնությանը խաղաղության գնալու, առևտրի զարգացման եւ թրիփ նախաձեռնության շրջանակում տարածաշրջանային գործակցության խորացման դիրքորոշմանը։ Իրանի հետ հարաբերությունների համատեքստում ազգային ժողովի նախագահը կտրականապես բացառեց որևէ հակաիրանական քայլ։ Նրա խոսքով Հայաստանը երբեք որևէ գործընթացի մաս չի եղել եւ չի լինելու, որը կարող է ուղղված լինել բարեկամ Իրանի ժողովրդի կամ պետության դեմ։ Թրիփը նաև մեծ հնարավորություններ է տնտեսական ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների համար, այդ թվում նաև Իրանի համար, եւ ինչ վերաբերում է մտահոգություններին, կարծում եմ, այս լարվածությունը, որը որ հիմա իրենց երկրում կա, ինչ որ ձևով երբ որ կհանգուցալուծվի, իրանք ավելի հստակ կտեսնեն, որ որևիցե նման բան գոյություն չունի։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք վտանգ կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է Հայաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար, Սիմոնյանը բացառեց նման սցենարը, նշելով, որ Հայաստանը մշտապես կապի մեջ է իրանական կողմի հետ։ Ազգային ժողովի նախագահը խոսեց նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի մասին, վստահություն հայտնելով, որ բոլոր գերիները կվերադառնան եւ որ դա ժամանակի հարց է։ Նա հիշեցրեց, որ իշխանությունը մշտապես աշխատում է այդ ուղղությամբ, իսկ օրեր առաջ 4 գերիների վերադարձը այդ շարունակական գործընթացի արդյունք է։ Սիմոնյանի խոսքով գործընթացն ավարտված կհամարվի միայն այն ժամանակ, երբ որևէ հայ Ադրբեջանի բանտերում չի լինի։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որով 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին վերադառնալով Հայաստան եւ ընտրելով իրենց առաջարկվող 5 տարբերակներից մեկը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում եւ հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նա նշել է, որ նախաձեռնության նպատակն է լուծում տալ տարիներ շարունակ կուտակված խնդիրներին, սահմանելով հստակ իրավական կարգավորումներ, ուղղված անհայտ կորած անձանց, նաեւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությանը։ Օրենքի
Նախագծով հստակեցվում է անհայտ կորած անձ հասկացությունը, ընդգրկելով ոչ միայն զինծառայողներին, այլև կամավորներին եւ քաղաքացիական անձանց, որոնք անհետացել են ռազմական գործողությունների, ծառայողական պարտականությունների կատարման կամ դրանց հաջորդած 6-ամսյա ժամանակահատվածում։ Նախագծով սահմանվում են անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների իրավական վիճակը, նրանց իրավունքները, հետախուզման մեխանիզմները, նաեւ վնասի հատուցման եւ պետական աջակցության հնարավորությունները։ Նախագծով նաև սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթներ, հետախուզման դադարեցման դեպքերը։ Այսպես նախագծի իմաստով անհայտ կորած անձի հետախուզման դիմումը ներկայացվում է լիազոր մարմին, ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից, որից հետո անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները մուտքագրվում են համապատասխան ռեեստրը։ Օրենքում ամրագրվել է, որ լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվություն։ Սա ենթադրում է, որ որոնողական աշխատանքներ, որի ժամկետները կարող են երկարաձգվել, սակայն սահմանված է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո արկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն պետք է ներկայացվի լիազոր մարմնին։ Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն։ Նույն նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաև ճանապարհային երթևեկության ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններ։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ առաջարկվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով օտարերկրացիների կողմից իրականացված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը։ Նախագծով նախատեսվում է, որ տուգանքները կծանուցվեն նաև օտարերկրացիներին, իսկ դրանց վճարումը հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի սահմանային անցակետերում։ Առաջարկվող փոփոխությամբ առաջարկում ենք այս մասին տեղեկությունը փոխանցել սահմանային անցակետեր եւ անձանց ծանուցել սահմանային անցակետերում, որպեսզի օտարերկրացիները հնարավորություն ունենան այս պարտավորությունները մարել երկրից դուրս գալուց։ Եթե օտարերկրացին արդեն իսկ դուրս է եկել, հաջորդ մուտքի պարագայում նա սահմանին կծանուցվի այդ հնարավորության մասին, եթե ուրեմն անձը կմարի, ապա մուտքի հետ կապված խնդիրներ չունենա, եթե անձը չի մարի, կունենա չմարված պարտավորություններ, կունենա մուտքի արգելք 1 տարով, դա արձանագրված է նշված օրենքով։ Քննարկվել է նաև օտարերկրացիների մասին եւ գիծ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ նախատեսվում է ամբողջությամբ թվայնացնել օտարերկրացիներին տրամադրվող կացության բոլոր կարգավիճակի տրամադրման գործընթացը։ Արմեն Ղազարյանի խոսքով Հայաստանում կգործի նաև աշխատանքային վիզայի նոր տեսակ՝ պայմանավորված աշխատանքային միգրացիոն հոսքի աճով։ Առաջարկվել է փոփոխել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, այն 2026 թվականի օգոստոսի 1-ից տեղափոխելով նոյեմբերի 1-ը։ Հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին։ Падգամավորը նշել է, որ ներկայում արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 քաղաքացի չեն վերադառնում Հայաստան ազատազրկման անխուսափելիության պատճառով։ Այս պահին ունենք 18-ից 27 տարեկան, այսինքն բանակում չծառայելու համար հետախուզվող 18-ից 27 տարեկան 4384 անձինք, ովքեր կարող են վերադառնալ եւ անցնել պարտադիր զինվորական ծառայության։ Ունենք 27-ից 37 տարեկան հասակում, այսինքն այս իմ օրենքի սահմաններում 4076 քաղաքացիներ, բայց նրանց մի մասը նախորդ օրենքից կարող է օգտվել, մի մասը անգամ օգտվել է։ Եվ ունենք շուրջ 2000 հետախուզման մեջ գտնվող անձինք, ովքեր 37-ից 57 տարեկան հասակում են։ Ինչու եմ առանձնացնում 37-ից 57 տարեկաններին, որովհետև նրանք որ պահին վերադառնան Հայաստանի Հանրապետության, քրեական գործը կկարգվի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Քանի որ շարունակվող հանցագործություն է բանակում չծառայելը 18-ից մինչև 27 տարեկանը շարունակում է հանցագործությունը եւ հանցագործության ավարտը 27 տարին է, 27 տարեկանից հետո 10 տարի հետո վաղեմության ժամկետը համարվում է ավարտված։ Եվ այս մեր անձինք, ովքեր օրինակ ունենք 1988 թվականին ծնված 37 տարեկան 167 տղա, ովքեր որ պահին վերադառնան, նրանց քրեական գործերը կկարգվի, որևէ գումար չեն վճարի, անգամ 57 տարեկան տղամարդ ունենք, ով հետախուզվում այսօր, որ պահին վերադառնա, քրեական գործը կկարգվի։
Պատգամավորն առաջարկել է 27-ից 37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից, կամովին վերադառնալով Հայաստան եւ ընտրելով 5 տարբերակներից մեկը՝ ծառայել 24 ամիս, ծառայել 12 ամիս եւ վճարել 2.5 միլիոն դրամ, ծառայել 6 ամիս եւ վճարել 5 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ վճարել 10 միլիոն դրամ, զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 միլիոն դրամ պետական բյուջե։ Հայկ Սարգսյանը նշել է, որ նախորդ օրենքի ընդունումից հետո 2024 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը 17 ամիսների ընթացքում օրենքից օգտվել է 200 քաղաքացի։ Նախագծի ընդունումն ըստ հեղինակի թույլ կտա միաժամանակ լուծել ինչպես սոցիալական, այնպես էլ ֆինանսական խնդիրներ, խնայելով պետական բյուջեի զգալի միջոցներ։ Կառավարությունը ներկայացված նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չունի։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտնել է, որ կարգավորումներն ընդունելի են։ Արդյունքում Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բոլոր քննարկված օրենսդրական նախաձեռնություններին տվել է դրական եզրակացություն եւ առաջարկել դրանք ներառել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստի օրակարգում։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որով Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը։ Դատարանի նոր որոշմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք 2 ամիս ժամկետով։ Ավելի վաղ դատարանը մասնակիորեն բավարարել էր Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը նրա նկատմամբ կիրառված կալանքը փոխարինելով տնային կալանքով։ Սամվել Կարապետյանին մեղադրանքի առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում նախորդին ձերբակալված 5 անձանցից 4-ի, այդ թվում պետ 3 պաշտոնատար անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են։ Նախորդին տեղեկացրել էինք, որ ձերբակալվել է 5 անձ։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ Մաքսանենք ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկատվության հիման վրա։ Արքա վճարային համակարգով անկանխիկ գնումներից ֆիզիկական անձանց հետ վճար կտրամադրվի, այն սկսել է գործել 2026 թվականի հունվարից։ Քաղաքացիները անկանխիկ առևտուր անելու դեպքում 2% հետ վճար կստանան։ Հետ վճարները հաշվարկվում է վճարվում 26 թվականի փետրվարից սկսած մինչև 27 թվականի հունվարը ներառյալ։ Անկանխիկ գործարքի հետ վճարի չափը ձևավորվում է Armenian Card ընկերության եւ պետության կողմից 1% համամասնությամբ։ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանում նոր պիլոտային ծրագիր կիրականացվի։ 2% հետ վճար կտրամադրվի անկանխիկ գնումների դեպքում։ Հետ վճարները հաշվարկվում եւ վճարվում են 2026 թվականի փետրվար ամսից մինչև 2027 թվականի հունվարը ներառյալ։ Ներկայում շրջանառության մեջ է մոտ 500,000 արքաքարտ։ Հետ վճար են ստանալու միայն արքա վճարային քարտերով գործարք կատարող ֆիզիկական անձինք։ Միջոցառումն ուղղված է պետություն մասնավոր սոցիալական տնտեսական գործակցության ապահովման եւ նպատակ ունի ամրապնդելու անկանխիկ գործառնությունների համակարգը։ Կենտրոնական բանկի համար վճարային ենթակառուցվածքը քրիտիկական ենթակառուցվածքն է, իսկ արքան առանցքային դեր ունի, այդտեղ բնականաբար առանձին առևտրային բանկերը եւս ու արքան մեր ներքին վճարումների processing-ն է իրականացնում անկախ քարտի տեսակից։ Նույնիսկ եթե այլ միջազգային ընկերությունների կողմից թողարկված թղթ է։ Այդ իմաստով մենք պատասխանատու արքան անընդհատության համար բոլոր քարտերը տարբերություն չկա, արքա քարտա թե այլ։ Կենտրոնական բանկը ՏՏ անվտանգության տեսանկյունից պահանջներ ունի, որը կիրառելի է բանկերի համար եւ արքայի համար եւս ու այդ իմաստով մեր խիստ ուշադրության ներքո է։ Այն նաև փոխշահավետ հնարավորություն է շահառուների համար, քանի որ առաջարկում է որոշակի պայմանների դեպքում անկանխիկ գործառնություններից գումարային վերադարձ ստանալ, բայց ոչ բոլոր գործարքների դեպքում է վերադարձ լինելու։ Սահմանված է շեմ, հետ վերադարձը կլինի 1000 դրամից բարձր անկանխիկ գնումների դեպքում։ Հետ վճարի ժամկետը հետ ստանալու մինչև նախորդ ամսվա դիմաց կատարած վճարումների դիմաց հետ վճարը կստացվի մեր սպառողները կստանան մինչև հաջորդող ամսվա 25-ը։ Ծրագրի ժամկետը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ընդգրկող
վճարումների դիմաց կատարված գործարքների վրայի կիրառվելու, իսկ հետվճարը ստանալու են 2026 թվականի փետրվարի ամսից մինչև 27 թվականի հունվար ամիսը ներառյալ։ Անկախի գործարքների հետվճարի չափը ձևավորվում է Armenian Card ընկերության հատկացումներից եւ պետության կողմից 1% համամասնությամբ։ Ընդհանուր արկանտում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակները կազմում են 4 միլիոն հատ, որոնք ընդհանուր 1.8 միլիոն քաղաքացիներին են, քարտապահներին են պատկանում, իսկ արկա քարտերի ընդհանուր թիվը այս պահին գործող 778,000 հատ քարտն է, որոնք պատկանում են 623,000 քաղաքացիների։ Այս տեղեկատվությունից պարզ դառնում, որ ամեն երրորդ քաղաքացին ունի արկա քարտ, իսկ ինչ վերաբերում է գրոհելու մեր բանկերին արկա քարտերի թողարկման մասով, այո, ակտիվությունը բարձր է, բայց մեր բանկերը սպասարկում են բոլոր ցանկացողներին եւ տրամադրում են քարտեր։ Ինչ վերաբերում է հետվճարի արդեն մեկնարկած ծրագրին, ուզում շեշտել, որ այո, արկա քարտերի շրջանառությունները արդեն էական աճը արդեն տեսնում ենք, դինամիկան տեսնում ենք ու կարծում ենք ել ավելի արդեն բարձր աճ տեմպ ունենանք։ Թեև Հայաստանում առհասարակ խրախուսվում է անկախիկ գործարքների իրականացումը, սակայն հաշվի առնելով սպասվող խոսքերը, տեխնիկական խնդիրներից եւս հնարավոր չէ խուսափել։ Այո, 2025 թվականին ունեցել ենք թվով 3 հիմնական խափանումները, որոնք ընդհանուր համակարգային համասանություն ա եղել, հիմնականում պայմանավորված են եղել տեխնիկական խնդիրներով, որոնց մասով մենք ներկայացնում ենք դիտարկումները, իսկ ինչ վերաբերվում է հետվճարի նախագծի շրջանակներում աճի միտումներին, այո, կանխատեսումներն իրականացված են ընկերությունը պարբերաբար իրականացնում վերազինման աշխատանքներ, թե մարդկային ռեսուրսների առումով, թե տեխնիկական միջոցների ապահովման մասով ու մենք կանխատեսումները, որ մենք իրականացրել ենք, ամբողջությամբ պատրաստ ենք ապահովել այդ սպասարկումները, որովհետև խնդրի առաջ պետք է չկանգնենք։ Ֆինանսների փոխնախարարն էլ չի հստակեցնում, արդյոք վերահսկման մեխանիզմ կա, որով կհետևեն, որ ընկերությունը քարտերի սպասարկման վճարը չբարձրացնի։ Որպես կանոն քարտ անվճար է։ Ծրագիրը չի վերաբերում կոմունալ վճարումներին, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վճարումներին, բարձր ռիսկային վճարակետերում կատարված գործարքներին, արքային նվեր կամ մեկանգամյա օգտագործման քարտին։ Այսպես ասած, ամենօրյա ծախսերը, եթե կատարվում է արկա քարտով, 2%-ը վերադարձվում է քարտին։ Ի դեպ, կենսաթոշակառուներն ու նպաստացող քաղաքացիները եւս կարող են հետվճար ստանալ։ Անկախի գործարքների դեպքում հունվարից արդեն 20%, ներկայիս 12%-ի փոխարեն։ Այստեղ քարտի նախապայման չկա։ Իսկ 2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են բացառապես անկախիկ եղանակով։ Լուսինե Գրիգորյան, Free News Ազատ լուրեր։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։
ՆԱՏՕ-ն Գերմանիայում սկսել է տարվա ամենամեծ զորավարժություններից մեկը առանց Միացյալ Նահանգների մասնակցությամբ նշում է, որ զորավարժության ընթացքում դաշինքի 11 երկրից մոտ 10,000 զինվորական ժամանելու է Գերմանիա, բերվելու են տարբեր սարքավորումներ եւ ռազմական տեխնիկա։ Գերմանիան ժամանակավորապես դարձել է ուժերի տեղակայման եւ դաշնակիցների համակարգման հիմնական լոգիստիկ կենտրոն։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է օտարերկրյա 33 դեսպանի հավատարմագրերը եւ հանդես եկել ելույթով։ Պուտինի խոսքով Ուկրաինայում հակամարտության բռնկման պատճառը Ռուսաստանի արդարշահերի տևական անտեսման եւ ռուսական անվտանգությանը սպառնալիք ստեղծելու նպատակային կուրսի ուղղակի հետևանքն է։ Ռուսաստանի նախագահի խոսքով Կիևը եւ նրան աջակցող մայրաքաղաքները պատրաստ չեն երկարաժամկետ եւ կայուն խաղաղության։ Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս եվրոպական եւ գլոբալ անվտանգության նոր հուսալի եւ արդար ճարտարապետության կառուցման նախաձեռնություններով։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ սպառնալիք է ստեղծում երկրի անվտանգության համար եւ շարունակվել է ի հեճուկս տրված հրապարակային խոստումների։ Իտալիայի խորհրդարանը հաստատել է Ուկրաինային օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը մինչև 2026 թվականի վերջը շարունակելու մասին։ Քվեարկությունը տեղի ունեցել նախ ստորին պալատում, ապա վերին պալատում։ Իշխող մեծամասնության կողմից առաջարկված բանաձևով կառավարությունը պարտավորվում է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ՆԱՏՕ-ի հետ համակարգված կերպով։ Փաստաթղթում ռազմական աջակցություն տերմինը չի ներառվում պարտավորությունների ցանկում, բայց առկա է ընդհանուր տեքստում։ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 20 միլիոն ֆունտ ստերլինգ կամ 26,7 միլիոն դոլար արտակարգ էներգետիկ օգնություն։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արտակարգ դրություն կհայտարարի էներգետիկ ոլորտում էլեկտրաէներգիայի լուրջ անջատումների պատճառով։ Այս ֆինանսավորումը կապահովի կենսականորեն կարևոր արտակարգ աջակցություն ամբողջ երկրում էլեկտրամատակարարման վերականգնման, պաշտպանության եւ արտադրության համար, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Գազայի խաղաղության ծրագրի հաջորդ փուլին անցնելու մասին։ Ինչպես հայտարարել է հատուկ դեսպանոր Սթիվ Ուիտքոֆը, մենք պաշտոնապես մեկնարկել ենք Գազայի համար 20 կետանոց խաղաղության ծրագրի հաջորդ փուլը, նշել է Թրամփը։ Ուիտքոֆը հայտարարել էր Գազայի հատվածի համար Միացյալ Նահանգների խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին, նշելով, որ ծրագրի երկրորդ փուլը ներառում է անցումային տեխնոկրատական պաղեստինյան ինքնավարության ստեղծումը, Համասի զինաթափումը եւ հրադադարի վիճակից տարածաշրջանի վերականգնման անցումը։ Նույն օրը Եգիպտոսի, Կատարի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները համատեղ հայտարարեցին Գազայի կառավարման համար Պաղեստինյան տեխնոկրատական կոմիտեի ստեղծման մասին, որը կգլխավորի Ալի Շաաթը, ով նախկինում Պաղեստինի կառավարությունում զբաղեցրել է արդյունաբերական գոտիների գրանցման համար պատասխանատու փոխնախարարի պաշտոնը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեծ պատիվ է համարել Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյի հետ հանդիպելը եւ շնորհակալություն է հայտնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը իրեն հանձնելու համար։ Մաչադոյի եւ Թրամփի հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ։ Ինձ համար մեծ պատիվ էր այսօր հանդիպել Վենեսուելայից Մարիա Կորինա Մաչադոյի հետ։ Նա հիասքանչ կին է, ով շատ բանի միջով է անցել։ Մարիան ինձ հանձնեց Նոբելյան խաղաղության մրցանակը իմ կատարած աշխատանքի համար։ Փոխադարձ հարգանքի այսպիսի հրաշալի ժեստ։ Շնորհակալություն Մարիա, ասել է Թրամփը։ Թողարկումից անմիջապես հետո ազատ զրույցի տաղավարում Արթուր Կիրակոսյանը կզրուցի Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, կհանդիպենք։